Հրայր դժոխք Ուրվականը Հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Նրանից ուժ էր առնում հայը, նրանից սարսափում էր թուրքը Նրանից մնացել է մեկ լուսանկար Հրայր դժոխք Ավազանի անունը Արմենակ Ղազարյան Ռազմի դաշտում Ուրվական Տխրադեմ, զուսպ ու մտախոհ, փոքրամարմին բայց զորեղ գործիչ, որն անսահման ուժ ու կամք ուներ Մտավորական, որն իր համառությամբ վարակում էր մարդկանց ու ոտքի հանում պայքարելու հայրենիքի համար Արմենակ Ղազարյանը ծնվել է 1864 թվականին Սասունի Խուլբ գավառի Ահարոնք գյուղում, քահանայի ընտանիքում Մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղ, որտեղ էլ կրթվել է ու դաստիարակվել ազգային ու հեղափոխական ոգով Արմենակ Ղազարյանի երիտասարդության տարիներին արդեն Արևմտյան Հայաստանն անհանգիստ էր Օսմանյան Թուրքիան սկսել էր գործի դնել հայակործան քաղաքականությունը Եվ հենց այդ տարիներին հայ քաղաքական երկու ուժեր, հայ հեղափոխական դաշնակցություն եւ հնչակյան կուսակցությունները սկսում են իրենց գործունեությունը Դաշնակցությունը տարոնում ու Սասունում կենտրոնացնում է զենքն ու մարտական ուժերը Ձևավորվում են հայդուկային խմբեր 1890-ական թվականներին տարոնը պատրաստվում էր հեղափոխության Արմենակը շրջում էր գյուղից գյուղ, տնից տուն, խոսում մարդկանց հետ, փնտրում զինվորների Հրայրն արդեն դժոխք էր թուրքական կառավարության համար Ուրվականի պես անտեսանելի էր գործը սարսափեցնող Թուրք ջարդարար Նազմ Փաշան իր հուշերում նրա մասին գրել է Սարսափելի մեկը, որը կկոչվեր Արմենակ Հրայրի հեռատեսությունն ու քաղաքական միտքը հակադրվում էին նաև հնչակյան կուսակցության գործելավոճին Սասունի ինքնաբուխ ապստամբությունը հնչակյանների համար Եվրոպայի ուշադրությունը գրավելու կարճ միջոց էր, իսկ նրա համար անընդունելի Անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեր վրա, միայն առաջ գնալ և մեռնել սուրբ նպատակի համար, այդ է միայն մեր փառքն ու պսակը, հրայր դժոխք Վասպուրականը, Տարոնն ու Սասունը առանձին խեղդվելիք նահատակներ էին Իսկ հրայր դժոխքի համոզմամբ ընդհանուր ապստամբության ծրագրով այդ բնակավայրերը կարելի էր փրկել, բայց պլանը ձախողվեց Հիմնական պատճառը ազատագրական պայքարի անմիասնականությունն էր ու Սասունի վաղաժամ հանձնումը Հայդուկային խմբերը շարունակում էին անցնել սահմաններով, ինչը չէր կարող վրիպել թուրքական կառավարության աչքից Մինչդեռ հրայրի հիմնական մարտավարությունն էր զինել ժողովրդին Իսկ ժողովուրդը լսում էր նրան Նա հռետոր էր ու կարողանում էր իր ժողովրդական կեցվածքով ու պարզ խոսքով վստահություն ներշնչել ու համոզել